Իսրայելի հարվածներին Իրանի ամենահզոր պատասխանը կարող է լինել փոքր մասշտաբի միջուկային հարձակումը հրեական պետության միջուկային օբյեկտների վրա։ Իրано-իսրայելական էսկալացիայի վատագույն սցենարը բացահայտել է պրոֆեսոր և պաշտոնաթող գեներալ Ֆահրի Էրենելը։ Նրա խոսքով չի կարելի բացառել, որ Թեհրանն այնուամենայնիվ կարող էր միջուկային մարտագլխիկ արտադրել, թեկուզ և փոքր։ Իսրայելի հարվածներին Իրանի ամենահզոր պատասխանը կարող է լինել փոքր մասշտաբի միջուկային հարձակումը Իսրայելի միջուկային օբյեկտների վրա։ Օրերս Թեհրանը հայտնել էր, որ տվյալներ է ստացել դրանց տեղակայման մասին։ Այդ դեպքում Իսրայելը նույնպես կարող է միջուկային զենք կիրառել, սակայն այդ տարբերակը կլինի ամենավտանգավորը, ասել է պրոֆեսորը։ Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներն իրականացվել են հակառակորդին ուսումնասիրելու նպատակով։ Իրանական պատասխան հարձակմանը նման գնահատական է տվել ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը։ Իրանի կողմից արձակված 60 հրթիռը հարվածների ալիք էր, որն ուղղված է հետախուզական տվյալներ հավաքելուն հակառակորդին ուսումնասիրելու նպատակով, կարծում է նա։ Նրա կարծիքով Թեհրանը ևս առնվազն 5-6 հրթիռային հարձակում կիրականացնի, որոնցից վերջինները որոշիչ կլինեն։ Իրանը պաշտոնապես զգուշացրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրենց ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, եթե նրանք Իսրայելին օգնություն ցուցաբերեն։ Թեհրանի հայտարարությունը հրապարակել է Մեհր լրատվական գործակալությունը։ Իրանի իշխանությունները սպառնացել են, որ եթե եվրոպական երկրները և Վաշինգտոնը օգնեն Իսրայելին Իսլամական Հանրապետության գրոհները հետ մղելու հարցում, ապա հարվածների տակ կհայտնվեն նրանց մերձավոր արևելյան օբյեկտները, այդ թվում Պարսից ծոցում և Կարմիր ծոցում գտնվող նավերն ու ռազմանավերը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, հաջորդ քայլը Թեհրանի ուղղությամբ անարգել գործելն է, հայտնում է Times of Israel-ը։ Համասի շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էյալ Զամիրը նշել է, դեպի Թեհրան տանող ճանապարհը հարթված է։ Հարվածները կշարունակվեն իրանական միջուկային ռազմական օբյեկտների և բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ինչպես նաև զինվորական պաշտոնյաների և միջուկային գիտնականների ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Ռուսաստանը Իրանի օրինակով պետք է հասկանա, որ ԱՄՆ-ին չպետք է վստահել։ Նման կարծիքով ՌԴ-ին դիմել է ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը։ Ինչ եզրակացություն կարող է անել Ռուսաստանը։ Ամենակարևորը, ԱՄՆ-ին չի կարելի վստահել։ Իրանը փորձում էր երկխոսություն հաստատել և ահա թե ինչ ստացվեց, ասել է նա։ Նրա խոսքով, երբ Վաշինգտոնը խոսում է համաձայնության գալու ցանկության մասին, դա ավելի հաճախ նշանակում է, որ ԱՄՆ-ն սպասում է հարմար պահի հարվածելու համար։ Փորձագետն ընդգծել է, Իրան-Իսրայել հակամարտությունը փորձություն կլինի ամբողջ աշխարհի համար։